Քաղաքացու օրը փողոցում խորովածի համար հերթ կանգնած տարեցների լուսանկարի ֆոնին ԿՊԱ-ական նախարարն ասում է, հանրապետությունում ծայրահեղ աղքատներ գրեթե չեն մնացել։ Պատգամավորը հավատացնում է, Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին ամիսը 2-3 անգամ կարող է խորոված ուտել։ Գարեգին երկրորդի Ծիծեռնակաբերդ այցի լուսանկարները հրապարակելու համար աշխատանքից ազատել են Ցեղասպանության թանգարանի 2 աշխատակցի։ Բաքվի կռիվը Արցախի հայկական հուշարձանների հետ Դեդո Բաբոյի հնարավոր ոչնչացումն անոնսել են ադրբեջանցիները։ ԱՄՆ պատվիրակությունը պատրաստվում է մեկնել բանակցությունների Իսլամաբադ, որտեղ գտնվող Իրանի արտգործ նախարարը չի հաստատում մասնակցությունը։ Վերլուծաբաններն ասում են, սա վերջին փորձն է կանխելու պատերազմի վերսկսումը։ Երևանում ժամը 19 է, բարի երեկո եւ բարի գալուստ 21 TV սիրելի հայրենակիցներ, ուղիղ եթերում ձեր սիրելի հաղորդումն է իրականում ու պարզ։ Տաղավարում են Դավիթ Կենջոյանը եւ Տարոն Կոխլիկյանը։ Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, նախքան անոնսված թեմաներին անդրադառնալը հիշեցնեմ, որ մեզ նաեւ ուղիղ եթերում կարող եք դիտել 21 TV News-ի YouTube-յան ալիքում, 21 TV-ի պաշտոնական Facebook-յան էջում, ինչպես նաեւ կարող եք հետևել մեր մյուս ալիքներին, որպեսզի լինենք կապի մեջ։ Եվ այսպես Հայաստանի վարչապետը ապրիլի 25-ը հռչակել է քաղաքացու օր։ Տոնի գլխավոր իրադարձություններից մեկը խորոված փարթին է, գլխավոր հասցեն Ամիրյան փողոցը։ Ուզում եմ ներկայացնել այս պահին լուսանկար, որը հրապարակել են News-ի մեր գործընկերները։ Էրեբունի վարչական շրջանն է։ Մսամթերքի խանութի դիմաց քաղաքացիները հերթ են կանգնել իրենց բաժին խորովածը ստանալու։ Լուսանկարում երևում է, որ հերթ կանգնածների 99.9%-ը տարեցներ են։ Դավիթ, եթե դեմ չես, այս լուսանկարը առաջարկում եմ չմեկնաբանենք, չքննարկենք, պարզապես ասեմ, որ ըստ մեր աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի Հայաստանում ծայրահեղ աղքատներ գրեթե չկան, ու այսօր քաղաքացին ըստ Արսեն Թորոսյանի այնքան ապահով է, որ ուտում է ոչ թե այն, ինչ ունի, այլ ուտում է այն, ինչ ուզում է, իսկ ԿՊԱ-ական պատգամավորի կարծիքով էլ Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին կարող է ամիսը 2-3 անգամ խորոված ուտել։ Ինձ մոտ ակամայից հարց է առաջանում, թե ինչու է խորովածը չափման միավոր։ Օրինակ ես, եթե չեմ սիրում խորոված, ես օրինակ քանի անգամ հարիսա պետք է ամսական ուտեմ, որ վիճակագրական միջին վիճակագրական քաղաքացի համարվեմ մեր երկրում։ Եթե հարցը ռետորական չի, Դավիթ, կարծում եմ 2-3-ը քեզ համար էլ է բավական, հաշվի առնելով հարիսայի կալորիականությունը։ Հուսով եմ կալորիականությամբ է որոշում, ոչ թե միայն խորովածով, իսկ եթե ավելի լուրջ դիտարկենք, ապրիլի 24-ից հետո, որը հայ ժողովրդի ամենածանր եւ սքո հավաքական ցավի օրն է, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Սփյուռքում առհասարակ դա այն կետն է, որը գրեթե բոլորիս միավորում է, եթե ոչ բոլորիս, իսկ նման արարողությունը հենց խորովածը դնելով գլխավոր շարժարիթ կազմակերպել անմիջապես տոնից հետո դա կարծես թե նսեմացնում է թե նահատակների հիշատակության օրը, թե օրի կարևորությունը եւ խորհուրդը։ Նպատակներից է ենթադրաբար թույլատնել պատմական հիշողության եւ ողբերգության ազդեցությունը, սա փորձ է սքավոր հայից արագ անցում կատարել ուտող խմող զվարճացող հայի, սակայն չեմ կարծում, որ սա այն կերպարն է հայի, որը մենք ցանկանանք տեսնել առհասարակ, որովհետեւ քաղաքագիտության մեջ ավելի շուտ սա կոչվում է հանրային հույզերի կառավարում, այսպես ասած, որը նոր տերմին չէ կամ նոր քաղաքականություն չէ, այն դեռ հռոմեական հայտնի ժամանակներից կիրառվել է։ Այդ ժամանակ ասվում էր, երբ որ ժողովուրդը ցանկանում է չմտածի իրական խնդիրների մասին, նրան պետք է տալ սնունդ եւ զվարճանք, այսինքն իջեցնել պահանջության եւ պահանջատիրական մակարդակը ընդամենը ուտելու եւ խմելու մասին մտածելու եւ այդ մակարդակի խորովածը դարձնելով քաղաքացիական ինքնության մաս, իշխանությունը կարծես թե փորձում է լեգիտիմացնել եւ իրեն ամրապնդել ավելի ցածր հասարակական մակարդակում, այսինքն լուծել նման հեշտ լուծվող հարցեր, այսպես ասած, եթե քաղաքացին փողոցում խորոված է անում եւ նա իրեն ազատ է զգում, դա թվացial ազատություն է, որովհետեւ չես իմանա սահմանում ինչ է տեղի ունենում կամ առհասարակ ինչ ավելի լուրջ քննարկումներ է լինում, եթե քո մտածելունը ընդամենը ուտելն է կամ առհասարակ այդպիսի ցածր սոցիալական մակարդակի հարցեր։ Ըստ իս քաղաքացու օրը պետք է լինի պետականության իրավունքի պատասխանատվության եւ քաղաքական հասունության մասին։ Դրա սիմվոլը խորովածը դնելը մի քիչ զարմանալի է։
եւ նսեմացնում է քաղաքացիական արժեքները։ Սա կարծես թե մանիպուլատիվ է, քանի որ կարծես թե մարդու առաքելությունը սահմանափակվում է միայն լավ ուտելով եւ այսօրվա օրով ապրելով։ Սա հեռացնում է քաղաքացուն բարդ քաղաքական հարցերից եւ օրինակ անվտանգությունից, աշխարհաքաղաքական եւ ռազմավարական այլ հարցերից եւ նրան դարձնում է ուղղակի սպառող, ինչը մերպես փոքր երկրի համար, որը ունի նման խնդիրներ, բավական ցավալի է եւ վերջում ուղղակի կարծես թե ներկայիս իշխանության հիմնական թեզը կարմիր գծով լինում է իրական Հայաստանը եւ հրաժարվում է պատմական Հայաստանից եւ եթե նման կերպ է քաղաքացին դիրքորոշվում, որ պետք է առօրյայով սահմանափակվի, դա այն չի բերելու հստակ նպատակի, կարծես արհավիրքից առաջ ուղղակի քանդես տան պատերը, որպեսզի տունը չքանդվի, իսկ պետությունը կառուցում է ոչ թե խորովածի սեղանի շուրջ, այլ դպրոցներում, գիտական լաբորատորիաներում, ինստիտուտներում եւ նույնիսկ խրամատներում, այլ ոչ թե փողոցներում խորոված պատրաստելով։ Դավիթ, ասացիդ ուղղակի ուզում եմ ավելացնել հետեւյալը, հաշվի առնելով թե ինչից է ծնվել քաղաքացու օր այս տոնը, որը Նիկոլ Փաշինյանն է ձևակերպել, 2018-ի Նիկոլ Փաշինյանի եւ իր ընկերների արած Հայաստանում հեղափոխությունից հետո է ծնվել քաղաքացու օրը եւ նրանք պետք է նշեին այն ամեն ապրիլի վերջին կիրակի օրը, ինչևէ, բայց այդ արժեքների մասին խոսեցիր, որ կարծում ես, որ քաղաքացու օրը ավելի շատ պետք է արժեքների մասին լինի եւ կարծես թե այդ հեղափոխությունը նույնպես տեղի էր ունենում ինչ որ հանուն ինչ որ արժեքների, այնտեղ մեծ պաստառներ էին բարձրացվում, հիշում ես հրապարակում պաստառներ էին բացվում, որտեղ վրան գրված հանդուրժողականություն, համերաշխություն եւ այլն, բայց մենք 8 տարի անց ունենք մի իրավիճակ, երբ այդ արժեքներից միայն կարծես թե խորովածն է մնացել, որը մենք հյուրասիրում ենք քաղաքացիներին եւ քաղաքի հյուրերին հենց քաղաքի ամենակենտրոնում, քաղաքի սրտում հրապարակից քայլեր հեռավորության վրա Ամիրյան փողոցում, ինչը բնականաբար շատ տարակուսելի է ընտրությունը, ընդհանրապես այդ վայրի ընտրությունը, բայց դու խոսքից սկզբում խոսեցիր երեկվա իրադարձության մասին, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցներ 3 հիշատակում էինք եւ այդ օրվա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների աղմուկը դեռ այսօր է շարունակվում է այդ աղմուկը, մասնավորապես 3 Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռուբեն Թաթոյանը հանրային հեռուստաընկերության եթերում մի քանի այսպես շատ վիճելի հայտարարություններ է արել ու հիշեցրել ինչ որտեղ այդ իր հայտարարություններով Թուրքիայի նախագահ Էրդողանի 3 պոլսո-հայոց պատրիարքին ուղարկած իր նամակում նշած այն պատճառները, թե ինչու տեղի ունեցավ 1.5 միլիոն հայերի, այսպես ասած, զոհվելը, ինչի հետևանքով տեղի ունեցավ, իսկ առաջարկում եմ լսենք այդ հատվածը ու վերադառնանք։ Ըստ տվյալների, որոնք ներկայացրել է հայ պատվիրակությունը Փարիզի հաշտության կոնֆերանսին առաջին աշխարհամարտից հետո, Օսմանյան կայսրությունում կար հաշվառվել էր 2 միլիոն 38 հազար հայ, որից կեսը զոհվել էր առաջին աշխարհամարտի տարիներին ցեղասպանության հետևանքով եւ կեսը 1 միլիոնը վերապրել էր։ Իհարկե որոշ մասը այդ վերապրածներին նաեւ զոհվել էր այդ 19-22 թվականներին կա ժամանակաշրջանում, երբ Քեմալական Թուրքիայում նույնպես հալածանքներ էին իրականացվել հայ բնակչության նկատմամբ, այդ վերապրածների, որոնք փորձել են վերադառնալ Կիլիկիա, Արևմտյան Հայաստան, Փոքր Ասիա եւ մոտավորապես 100 հազար հայեր այդ ժամանակ է զոհվել եւ նաեւ շատ հայեր զոհվել են նաեւ Արևելյան Հայաստանում սովից համաճարակներից, այսինքն կարելի է ասել, որ մինչեւ 1.5 միլիոն հայ զոհերի թիվը, եթե հաշվի առնենք ամբողջ ընթացքը հայոց ցեղասպանության եւ քեմալական այդ Թուրքիայի հալածանքներին, կարելի է ասել, որ համապատասխանում է իրական է, այսինքն իրականությանը կարող է համապատասխանել, եթե հաշվի առնենք ոչ միայն ուղիղ կոտորածների, այլ նաեւ սովից համաճարակներից զոհերի թիվը։
Տարօրինակ է առնվազն անընդհատ շեշտելը սովից եւ համաճարակներից զոհվելու հանգամանքը, չասելով, չշեշտելով, թե դա ինչի հետևանք էր եւ ինչի պատճառով եղավ այդպես, որ մարդիկ բռնեցին գաղթի ճանապարհը եւ ճանապարհին էլ սովից ու համաճարակից զոհվեցին։ Ես ուղղակի ուզում եմ նաեւ կարճ որպես փաստ հիշեցնել Թուրքիայի նախագահ Էրդողանի Պոլսո հայոց պատրիարք Սաակ Մաշալյանին 3 ուղարկված ուղերձը, որում Էրդողանը գրում է, թե 1.5 միլիոն զոհվել է պատերազմի, ապստամբությունների, ավազակախմբերի գործողությունների եւ համաճարակի հետևանքով։ Նաեւ Դավիթ, սիրելի հեռուստադիտողներ, ուզում եմ ուշադրություն հրավիրել մեկ այլ հայտարարության, մասնավորապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանը 3 հայտարարում էր, թե ինչ է տվել Հայաստան պետությանը այն հանգամանքը, որ 30-40 պետություն ճանաչել է հայոց ցեղասպանությունը եւ նա քննադատում էր իրենց ընդդիմախոսներին, ովքեր պնդում էին, որ Արցախի էթնիկ զտումից հետո այդ հարցը պետք է մտնի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ եւ նույնպես առաջ տարվի որպես մեր հիմնական ուղղություններից մեկը մեր արտաքին հարաբերություններում։ Առաջարկում եմ լսենք падգամավորի խոսքի այդ հատվածը։ Օրինակ, մեր գործընկերները, ես ուզում եմ սրա վրա էլ ուշադրություն դարձնեմ, իրենք ինչ են ասում, ասում են, տեսեք, մենք 30 տարի ցեղասպանություն դրել ենք Հայաստան քաղաքական առաջնահերթություններում, մի 30-40 երկիր ճանաչել է եւ ահա մեր արտաքին քաղաքական նվաճումը։ Հիմա մենք ձեզ առաջարկում ենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը նույնպես դրվի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում եւ 40 տարի հետո մենք կունենանք մի արդյունք, որ մի 40 երկիր էլ դա ճանաչած կլինի։ Եվ ինչ Հայաստանին դրանից ինչ որ մեկը կարա ինձ նկարագրի Հայաստանը ինչ է ստացել նրանից, որ 30 երկիր ճանաչել են հայոց ցեղասպանություն։ Մի քանի կետով ուղղակի դիտարկումներ կատարեմ, նման կերպ ամեն բան պրիմիտիվացնելը բավական հետաքրքիր է, քանի որ կարծես թե պարզապես քաղաքական ծուլությունը եւ մեր աշխատել ցանկանալը ամեն կերպ ցանկանում ենք մենք արդարացնել։ Մի պահանջ ուղղակի ինչպես ինչ էր այդ պահանջը բերում, միջազգային ճանաչումը, որ մենք պահանջում ենք, Թուրքիային բավական զսպող դիրքում էր դնում, այսինքն նա սկսում էր ավելի շատ պաշտպանողի դիրքից եւ հերքողի դիրքից այդ արտահայտությունները կամ հայտարարություններ աներ, ծախսում էր մեծ ֆինանսներ, որպեսզի կարողանա լրացնել հայկական հարցի, այո, լոբին եւ հայկական հարցի մասին բարձրաձայնումները, որը նրան բավական շեղում էր այլ կետերից, որը օրինակ տեսանք 20 թվականի պատերազմից հետո, երբ որ նա բացահայտ արդեն հայտարարություններով ինչպիսի հանդուգն բաներ է կարողանում ասել, իսկ միջազգային հարաբերություններում առավել եւս մեր առհասարակ տարածաշրջանում, երբ որ դու զիջում ես որևէ բան, դա ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ թուլության։ Այսինքն, երբ որ հակառակորդը տեսնում է, որ դու թույլ ես, նա շարունակելու է անընդհատ այդ կետին սեղմել։ Եվ դա մենք տեսնում ենք 2020 թվականից հետո, թե օրինակ թրիփի մասին խոսակցություն առհասարակ չկար մինչև պատերազմը, դեռ չէր էլ քննարկվում, որ պետք է Նախիջևանին ճանապարհ լինի կամ առհասարակ, այսինքն այդ հարցը բերվեց օրակարգ, եկավ օրակարգ ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը, որը չկար էլի օրակարգում, այսինքն դա համառ աշխատանքի արդյունք է, որը տեսնում ենք Ադրբեջանի կողմից, եւ փոխարենը մենք աշխատենք հաշվի առնենք մեր թերությունները, որը մենք չենք արել, այսինքն ճանաչել են եւ ինչ եւ որ չեն կարողացել դա նյութականացնել, դա արդեն մեր խնդիրն է եւ մենք պետք է աշխատենք ինչպես անել, որ դա նյութականացնել, ոչ թե հրաժարվել։ Նման կերպ ռետորական կարելի է պատասխանել, ճանաչել ենք Արցախը Ադրբեջանի կազմում եւ ինչ, կամ ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինչ։ Շատ ճիշտ է։ Ես ընդհանրապես եւս մի երեկվա տեղի ունեցած միջադեպի մասին եմ ուզում մեր հեռուստադիտողներին հիշեցնել։ Ցեղասպանության թանգարանի տնօրենը կաթողիկոսի վերաբերյալ գրառում անելու համար հեռացրել է 2 աշխատակցի։ Ինչպես գիտեք, 3 կաթողիկոսը երբ այցելել էր ցեղասպանության հուշահամալիր, նախ հանրային հեռուստաընկերությունը անմիջապես փոխել էր կադրը, որպեսզի կաթողիկոսին չցուցադրի ուղիղ եթերում, երբ նա անմար կրակի մոտ անմեղ զոհերի հոգիների ոգեկոչման արարողություն էր անում, եւ այդ մասին ուրեմն Ցեղասպանության թանգարան ինստիտուտի Facebook-յան էջը լուսանկարներ էր հրապարակել եւ կարճ տեղեկություն կաթողիկոսի այցի մասին ու ժամեր անց այդ գրառումը լուսանկարների հետ միասին հեռացվել էր
Թանգարանի տնօրենը ասել էր, որ այդպես արել են, որովհետև մինչև հրապարակել է իր հետ այդ գրառումը եւ լուսանկարները համաձայնեցված չեն եղել եւ հասկանալի չէր թե ընդհանրապես ինչն է խնդիրը, ինչ այսպես շակերտների մեջ կրիմինալ կար, որ պետք է անպայման իր հետ համաձայնեցնեին նոր հրապարակեին եւ այս դեպքը ուղղակի հիշեցնում է այն, որ ընդամենը ամիսներ առաջ, երբ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ն էր Հայաստանում եւ կնոջ հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշամալիր, նրանց արդեն Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի նախկին տնօրենը մի գիրք էր նվիրել, որտեղ նաեւ Արցախի մասին հիշատակումներ կային ու այդ գիրքը նվիրելու պատճառով Նիկոլ Փաշինյանը հորդորել էր Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրենին հրաժարականի դիմում գրել ու պարզապես հեռանալ Եվ գիտես, ես իհարկե չեմ ուզում մտնել դավադրությունների տեսության դաշտ, բայց մի տեսակ այս բոլոր փաստերը, երբ միմյանց կողք ես դնում, իրար հետևից տպավորություն է, որ իսկապես կա ցանկություն պետության մակարդակով մոռացության տալ ցեղասպանության փաստը։ Ցանկալի կլիներ տեսնել տեսլական, այսինքն հասկանայինք ինչի համար ենք հրաժարվում այդ ամենից, լիներ հստակ երկարաժամկետ պլան, օրինակ հրաժարվելով այդ խոսույթից ստանալու ենք օրինակ ինչ-որ մի բան, որը նյութական է, սակայն մենք դա չենք տեսնում, ընդհանրապես խոստումներ, ես ինձ ինչ գիտակից տարիքում հիշում եմ եւ ավելի առաջ, մենք հիշում ենք, որ Թուրքիան պետք է բացի ուր որ է սահմանը, սակայն ամեն անգամ մի պատճառ է լինում, օրինակ եթե մենք հրաժարվում ենք ցեղասպանության մասին պետական մակարդակով պահանջատիրական գաղափարներից, ուրեմն պետք է բացվեր սահմանը կամ պետք է լիներ այլ քայլեր, որը մենք չենք տեսնում եւ նույնը Ադրբեջանի հետ կապված, այսինքն եթե մենք տեսնենք ռեալ առաջընթաց, ոչ թե ընդհանրապես խոսույթ, որովհետեւ ինչպես հասկանում ենք, մեր քաղաքականության մեջ հիմնականում խոսք է, ոչ գործողություն եւ դա արդեն մարդկանց մոտ առաջացնում է ագրեսիա եւ չեն կարողանում հասկանալ ինչի համար է այդ ամենը արվում եւ նորմալ է, որովհետեւ չի էլ բացատրվում թե ինչի համար ենք դա անում։ Եվ իդեպ վերադառնալով քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորի հայտարարությանը, թե ինչ որ 30 երկիր ճանաչել է ցեղասպանության փաստը, ես ընդհանրապես ուզում եմ մեջբերեմ ԱՄՆ կոնգրեսի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, ով 3 հատուկ ուղերձ էր հրապարակել եւ մասնավորապես այդ ուղերձում նշել էր, որ ինքը հպարտ է, որ ստորին պալատի խոսնակն էր, երբ կոնգրեսը ճանաչեց հայոց ցեղասպանության փաստը։ Եթե այդ փաստը կարևոր չլիներ աշխարհի համար, նման մեծ պաշտոնի եղած մարդը իր պաշտոնից հեռանալուց հետո այդ մասին որևէ գրառում եւ հիշատակում չեր անի, այնպես որ ես կարծում եմ, որ սա ոչ միտեղ չտանող խոսակցություն է, որը բացել են այսօրվա Հայաստանի իշխանության ներկայացուցիչները եւ ինչ որտեղ նաեւ վտանգավոր խոսակցություն, բայց ես նաեւ ուզում եմ անպայման նշել, որ հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմող մեր դեսպանները այնուամենայնիվ շարունակում են իրենց գործը, շարունակում են աշխարհին պատմել, մասնավորապես մեր հայրենակցուհիները, Քարդաշյան քույրերը, որոնք երեքով միասին ունեն մոտ 1 միլիարդ լսարան միայն Instagram-ում, նրանք երեքն էլ հայոց ցեղասպանության փաստի մասին եւ իրենց 2 անգամ Հայաստան այցի մասին հրապարակումներ էին արել եւ խոսել այս իրողության մասին, ինչը բնականաբար շատ կարեւոր է մեզ համար, հատկապես հիմա, երբ մենք ամեն օր մեր աչքի առաջ տեսնում ենք, որ մեր հակառակորդները շարունակում են թեկուզ եւ մշակութային ցեղասպանությունը, որի մասին մենք կխոսենք վարքյաններ անց։ Kim, you are here for this. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ ոչնչացման սպառնալիքի ներքո, ահազանգել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ Այս քննարկումները սկսվեցին ադրբեջանցի մի բլոգերի գրառումից հուշարձանի վերջին օրերը, գրել էր նա Դեդո Բաբոյի արձանի լուսանկարին կից, Եվ սա տեղի է ունենում այն փաստից հետո, երբ մենք իմանում ենք, որ Ստեփանակերտում ոչնչացվել է մայր տաճարը, Ստեփանակերտի հայկական ամենամեծ երկրորդ եկեղեցին, եւ նաեւ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հրապարակել է մի
վիճակագրություն, համաձայն որի Արցախում արդեն ավերվել կամ վանդալիզմի է ենթարկվել 1000-ից ավելի հուշարձան։ Դավիթ, ինչ ես կարծում, եթե Դեդո Բաբոյի հուշարձանը Աստված մի արասցե եւ իսկապես ադրբեջանական վայրագները ոչնչացնեն, այնուամենայնիվ սպասենք մեր կառավարությունից որևէ արձագանքի գոնե այդ դեպքում։ Դժվար է պատկերացնել, որովհետև եթե մնացած կոթողների հետ կապված որևէ հստակ եւ մեղադրողական կամ գոնե քննադատական հայտարարություն չենք տեսել, այնտեղ ինչ էլ կատարեն, մենք դժվար թե հայտարարություն անենք, որովհետև խոսույթը պարզ է, Ադրբեջանի կազմում է ճանաչված, իրենց տարածքն է, ինչպես կցանկանան, այսպես է լինում, կարծես թե ամեն բան, ինչ անի Ադրբեջանը ներկա ժամանակում կմարսվի, սակայն պետք է հաշվի առնել, որ նախընտրական շրջան է մեզ մոտ եւ բավական նման քայլերը կսրեն իրավիճակը եւ չեմ ցանկանա տեսնել հայկական մշակույթի նման ոչնչացում առհասարակ որևէ երկրում, հատկապես երբ որ դեռ վերքերը թարմ են մեզ մոտ։ Ընդհանրապես կասես, լինելով նաև մասնագիտությամբ արևելագետ, արևելքի մասնագետ, նման վայրագությունները, որ տեղի են ունենում հուշակոթողների հետ պատերազմներից հետո գրավյալ տարածքներում, սա ինչ որ մշակույթ է, թե այսպես ձևավորված վատ ավանդույթ, որ այսպես դարեդար փոխանցվում է միմյանց, ինչ է սա։ Հիմնականում երբ որ գրավող կողմը լինում է ավելի թերի զարգացած, չի ունենում ավելի լավ պատմություն կամ հիմք, պետք է ոչնչացնի հակառակորդի ստեղծածը, որպեսզի չկարողանա դիմացին ապացուցել որևէ արկայություն եւ չկարողանա այդ իր կրթական բարձր մակարդակը ցույց տալ։ Նման օրինակներ տեսել ենք ոչ միայն Հայաստանում կամ Արցախում կամ Նախիջևանի տարածքում, այլ տեսել ենք օրինակ Աֆղանստանում, այնտեղ կար ամենահին բուդդիստական տաճարներից, արձաններից այդպես շատ մշակութային հատված, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հսկողության տակ էր, Տալիբանը գալուց հետո միանգամից ամբողջը ավերել է, որովհետև ըստ իրենց գաղափարախոսության դա չի համապատասխանում եւ ուղղակի նրանք ավերել են այնպիսի արժեք ունեցող բաներ, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն եւ նույնը տեսնում ենք Ադրբեջանի քաղաքականության մեջ, որովհետեւ թե Ադրբեջանը, թե Թուրքիան դրված է վրեժի քաղաքականության վրա եւ բազմաթիվ քաղաքական գործիչներ իրենց այսպես ասած կարիերայի սկզբում հայտարարել են, որ հակահայկական լինելն է նրանց դրդել դառնալ որոշ պաշտոնների, թե դա կա Ադրբեջանում եւ թե դա կա Թուրքիայում։ Օրինակ ամենահայտնի ներկայացուցիչներից Ադրբեջանում Իլհամ Ալիևն է, ով իր ամբողջ քաղաքականությունը հակահայկական այդպես տրամադրությունների շուրջ է ստեղծել, իսկ Թուրքիայում նախկին արտգործնախարար Դավութ Օղլուն էր, ով ասաց, որ իր գրքում էլ է նշել, որ նա դարձել է դիվանագետ, որովհետեւ հայկական հարցը ցանկանում էր լուծել եւ հատուկ կրթություն պետք է ունենան թուրքերը, ով զբաղվում է արտաքին քաղաքականության, որպեսզի կարողանան դիմադրել այդ ճնշումներին, որովհետև Թուրքիայում էլ մենք մեծ հետք ենք թողել, մինչ այժմ չեն կարողանում նրանք դա թաքցնել, ինչքան էլ փորձում են ոչնչացնել այդ ամենը։ Դավիթ, ուղղակի մենք հիմա ապրում ենք ըստ Հայաստանի գործող իշխանության խաղաղության դարաշրջանում, երբ մենք փորձում ենք մեր հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, կարծես թե Ադրբեջանը դեմ չէ, որ մենք կարգավորենք իր հետ հարաբերությունները, իհարկե մենք կարծես թե ավելի շատ խնդրողի դերում ենք, որ եկեք մեզ հետ խաղաղություն կնքեք, եւ դա պարզ է, քանի որ մենք ինքներս պարտվել ենք պատերազմում եւ շարունակվում է այդ կարծես թե պարտության ընթացքը, բայց եւ այս իրավիճակում Ադրբեջանը ինչու է գնում նման գործողությունների, չէ՞ որ մենք ցանկանում ենք նրա հետ խաղաղություն հաստատել, բարեկամանալ, բարեկամացնել ժողովուրդներին։ Գործարքը հիմնականում այն է, ինչ երբ որ դու ինչ-որ մի բան տալիս ես, ստանում ես փոխադարձ այդ ամենին, իսկ մենք չենք տեսնում դա, որովհետև 20 թվականի պատերազմից առաջ չկար հարց, որ մենք չենք լինելու ինքնիշխան, ինչը դրանից հետո բարձրաձայնում է թե մեզ մոտ, թե առհասարակ, այսինքն եթե այդ հարցը չկար եւ կռվից հետո եկել բանակցային սեղան, այսինքն մենք ինչ որտեղ թերացել ենք եւ չենք կարողանում ճիշտ բանակցել։ Փոխանակ խնդիրներին մենք կարողանանք ճիշտ լուծումներ տալ, ցանկանում ենք ամեն կերպ խուսանավել եւ փորձել ամեն արդարացում գտնել։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա մեզ հետ նման բաց կերպով բարեկամական հարևանական հարաբերությունների, որովհետեւ չունի շահ դրան, այսինքն իր նպատակը դեռ չի իրագործել մինչև վերջ, որովհետեւ ախորժակ ուտելուց է բացվում, ինչպես տեսնում ենք, արդեն Արևմտյան Ադրբեջանի մասին խոսույթ էլ ավելի է շատանում, նրանց 300,000 այսպես կոչված տեղանվածների հարցը, այսինքն եթե
նման հարցեր անընդհատ բարձրաձայնվում են, չենք կարող պատկերացնել, թե այդ ամենը կատարելուց հետո վերջում ինչ կցանկանան, այսինքն եթե դու չես կառուցում քո արտաքին քաղաքականությունը, դրանք կառուցում են նրանք, ովքեր ցանկանում են եւ ունեն իրենց արտաքին եւ ներքին քաղաքականությունը։ Շնորհակալություն Դավիթ, գրանք առաջ եւ մեր հաջորդ թեման։ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կայցելեն Իսլամաբադ, ամենայն հավանականությամբ հանդիպելու Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ինչու եմ ասում ամենայն հավանականությամբ, որովհետև տեղեկությունները արագ-արագ փոփոխվում են եւ իրանական կողմը այդպես էլ չի հաստատել բանակցությունների փաստը։ Իսկ պակիստանյան աղբյուրները Al Jazeera-ի կամ այլ անվանի լրատվականներին փոխանցել են, որ հավանականությունը բանակցությունների, որ կվերսկսեն, շատ քիչ հավանական է, որովհետև Իրանը հայտարարել է, որ իր ավելի վաղ հայտարարված 10 կետերը, եթե չբավարարվեն, նա իմաստ չի գտնում որևէ հանդիպման, եւ Աբբաս Արաղչիի այցը նրանք հիմնավորում են, որ նա գնացել է բանակցելու պակիստանյան կողմի հետ, իրենց դիրքորոշումը ավելի հստակեցնելու, ապա մեկնելու է Օման եւ դրանից հետո Ռուսաստան, այսինքն քննարկումները նրանք ավելի տարածաշրջանային բնույթ կրող են ներկայացնում, ոչ թե հստակ Միացյալ Նահանգների հետ բանակցելու, իսկ Միացյալ Նահանգները կարծես ցանկանում է վերջ դնել այս կարծես թե անիմաստ սկսված հակամարտության, որովհետև ինչպես նշեցի մեր պարագայում, այստեղ էլ օրակարգում չկար Հորմուզի նեղուցի մասին որևէ բան, օրակարգում չկար իրանական սառեցված միջոցները վերադարձնելու մասին ինչ-որ մի բան, իսկ հիմա հայտնվել է սեղանի բանակցությունների, նույնիսկ ավելացել է Իրաքի, Լիբանանի եւ այլ դիմադրողական շարժումների մասին կետեր, որը բավական զարմանալի է եւ դիվանագիտական բավական մեծ պարտություն կլինի նման կետ ավելացնելը, չի ցանկանա, որ սկսվեր ռազմական գործողությունները, բայց կարծես թե ամեն բան գնում է, որ հնարավոր բախումը կարծես թե ավելի է մոտենում։ Այո, երեք Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարում էր, որ իրենք պատրաստ են վերսկսել ռազմական գործողություններ Իրանի դեմ, միայն թե սպասում են Միացյալ Նահանգների կանաչ լույսին։ Դու ասում ես, որ Միացյալ Նահանգները կարծես թե չի ցանկանում վերսկսել ռազմական գործողությունները, բայց այստեղ այդպես հարց է առաջանում, այդ դեպքում ինչու նա առաջ չգնաց Իրանի այն քայլին, երբ թե պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ բացում է Հորմուզի նեղուցը եւ իսկապես բացել էր, եւ միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները որոշեց, որ չի ապաշրջափակում իրանական նավահանգիստները։ Այս որն էր ԱՄՆ-ի այս դեմարշի, այսպես ասենք, պատճառը։ Մի շարք վերլուծաբաններ նշում էին, որ եթե Իրանը վերջի խոսքը Իրանինը լիներ, այսինքն ասեր բարի կամքի դրսևորումով Հորմուզի նեղուցը բացում ենք, ապա վերջին խոսքը կլիներ Իրանինը եւ նա ուժեղի եւ հաղթողի տեսանկյունից դա կաներ, իսկ ամերիկյան կողմի համար դա կործանարար կարող է լինել, որովհետեւ ծախսվել էր ահռելի գումարներ, զոհվել էին ամերիկյան զինվորներ անհասկանալի պատճառներով ամերիկյան կողմի համար, իսկ պատճառները ընթացքում ավելի էին նոր ի հայտ գալիս, սկզբում ասվում էր, որ վտանգ կա միջուկային զենքի, ապա հրթիռային ծրագրի, ապա վտանգ կար, որ եթե այժմ չհարձակվեին, ապա այլևս չէին կարողանալու պաշտպանվել եւ Իսրայելը կոչնչանար, իսկ դա չէր ցանկանա Միացյալ Նահանգները, այսինքն դու կարծում ես ներողություն Միացյալ Նահանգները արդեն կարողացել է իր ներքին լսարանին համոզել, որ այս պատերազմը իսկապես պետք է իրենց երկրին, որովհետև երբ Տրամպը նոր էր սկսել այս պատերազմը, կային սոցհարցումներ, որ մեծ մասը բնակչության չի աջակցում Տրամպի որոշմանը պատերազմել Իրանի դեմ։ Դժվար է պատկերացնել, կարողացել է համոզել թե ոչ, որովհետև այնտեղ թանկացել է օրինակ բենզինը կամ այլ վառելիքներ, որը կենսական նշանակություն ունեն եւ մարդկանց վրա արդեն ազդեցությունը հենց կռվի սկզբից էլ եղել է եւ մանավանդ եթե մարդիկ չեն հասկացել բավական երկար չի կատարվել աշխատանք մարդկանց հետ, թե ինչու է պետք այդ պատերազմը, որը օրինակ կատարվել էր Իրաք մուտք գործելուց առաջ, բավական երկար ժամանակ, մոտ 6 ամիս շարունակ նրանք քարոշություն էին արել, ապացուցել էին թե ինչու պետք է հենց այդ ժամանակ գործեն, իսկ սա եղավ ուղղակի բլից հարձակում եւ կարծես թե մտածում էին, որ Վենեսուելայի ծրագրով կարող է լինել շատ արագ մի երկու օրում խնդիրը լուծել եւ վերջ, սակայն կարծես թե թեր հաշվարկներ են եղել եւ կողմերը իրար մեղադրելուց բացի այլ որևէ հստակ քաղաքականություն չեն կարողանում առաջ տանել։ Իսրայելին է շատ
կարևոր եւ ցանկալի, որ Իրանը նման հաղթողի կերպարով կամ գոնե Հորմուզի նեղուցը չկառավարի, որովհետեւ Իսրայելի գլխավոր նպատակը չեզոքացնել այն ուժերին, որոնք կարող են իրենց դեմ պայքարել, ինչպես լսեցինք, նրանք Իրանից հետո հայտարարեցին, որ Թուրքիան է հաջորդը, կարծես թե բոլոր հարևանների հարցերը կարողանում են լուծել այդպես եւ Իրանը եթե հարցը լուծեն, նրանք կշարունակեն իրենց քաղաքականությունը։ Բայց դու կարծում ես, որ հիմա Միացյալ Նահանգները, Իսրայելը այն իրավիճակում են, որ նրանք կարող են, այսպես ասել, պատկերավոր ասած, մաշեցնող պատերազմ վարել Իրանի դեմ եւ այնքան հարձակվել, մինչեւ որ Իրանի զինապահեսները կդատարկվեն եւ Իրանի ներկայիս իշխանությունը կհանձնվի։ Կարծես թե դրան պատրաստ է Իրանը եւ Իսրայելը, իսկ Միացյալ Նահանգները ոչ, որովհետեւ նրանք իրար են ճշտամի համարում եւ ամբողջ գաղափարախոսությունը եւ պետություն ունենալը նրանք պայքարով են ձևավորել եւ պատրաստ են տաժանակիր երկար ժամանակ աշխատանք կատարել։ Իրանը սկզբից էլ հայտարարել էր, որ առնվազն 2 տարի նա պատրաստ է կռվել նման կերպով, այսինքն երեկոյան ժամերին հրթիռակոծել կամ այլ կերպ վարվել։ Իսկ Միացյալ Նահանգներին դա ձեռնտու չէ, որովհետև ինչպես նշեցի, հենց Թրամփն էր հայտարարել, որ երկար ու անիմաստ ուրիշների համար պատերազմների վերջը պետք է տան, իսկ վերսկսելու դեպքում նա մեծ ռիսկի առաջ կկանգնի, որովհետև նոյեմբերին արդեն այնտեղ միջանկյալ ընտրություններն են, եւ եթե կորցնի իր իշխանությունը, ապա այնտեղ շատ մեծ քրեական գործեր կարող են առաջանալ եւ շատ վատ ավարտ ունենա նրանց համար։ Եվ ամենահետաքրքիրը դրա մասին մենք նաև այստեղ ենք խոսել, որ Իրանը լինելով փակ պետություն եւ պատժամիջոցների տակ գտնվող պատժամիջոցների ներքո գտնվող պետություն կարողանում է տեղեկատվական պատերազմում առաջամարտի կլինել եւ դրա օրինակների մասին մենք նույնպես խոսել ենք այստեղ, այսինքն թե ներքին լսարանում է ինքը շատ ակտիվ, իր առաջին դեմքերը դուրս են գալիս փողոց, մարդկանց մեջ, զենքերի ցուցադրություններ են, զորահանդեսներ են տեղի ունենում, որպեսզի քաղաքացիների սովորական շարքային իրանցիների այսպես ոգին ամրանա, այդ վախի զգացողությունը թուլանա մարդկանց մեջ եւ կարծես թե այո նրանք սպասում են երկրորդ ալիքին հարձակման, որովհետեւ այս տեսարանները, որ մենք տեսնում ենք Իրանի Թեհրանի փողոցներում այդ գունազարդված հրթիռները, անօթաչուները, տարբեր տեսակի զինտեխնիկան, որը մենք տեսնում ենք, բնականաբար քարոզչության մաս է կազմում եւ դա կարծես թե արվում է հենց դրա համար մարդկանց ոգևորելու, որովհետեւ հնարավոր է պատերազմը շարունակվի, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներում կարծես թե պատերազմի շարունակությունը ոչ մի կերպ չի լինում արդարացնել, որովհետև անընդհատ քննարկումներ են կոնգրեսում, անընդհատ քվեարկություններ են կոնգրեսում, որ առանց կոնգրեսը շրջանցելու Միացյալ Նահանգների նախագահը չկարողանա պատերազմի սկսման հրաման տալ, բայց հաշվի առնելով, որ հանրապետականները մեծամասնություն են կոնգրեսում, այդ նախաձեռնությունները առայժմ տապալվում են եւ իսկապես բարդ եւ անհասկանալի իրավիճակ է առաջիկա հավանաբար օրերի ընթացքում այս հարցը, որ ոչ հրադադար է, ոչ պատերազմ, չկան բանակցություններ, բայց կարծես թե կողմերը ցանկանում են բանակցել, բայց պատրաստ չեն ընդունել միմյանց ուրեմն պահանջները, այս իրավիճակը հավանաբար կհանգուցալուծվի։ Այո, ցանկալի կլինի, իսկ ինչ վերաբերում է ցույցերին, որ մարդկանց հետ շփումները անընդհատ լինում է Իրանում եւ նույնը Իսրայելում է լինում, այնտեղ գաղափարական է կռիվը, այսինքն նրանք գիտեն ինչի համար են կռվում, թե Իսրայելը, թե Իրանը գիտի ինչի համար է կռվում, որովհետեւ նրանք հայտարարում են դա կրոնական եւ գաղափարային կռիվ, ամեն մեկը սպասում է իր մարգարեին կամ հավանական աշխարհի վերջին եւ դրա հանուն դրա է պայքարում, որովհետեւ կրոնի առասարակ գաղափարախոսությունը այդ նահատակության եւ հանուն կրոնի պայքարելն է, իսկ Միացյալ Նահանգներում դա բարդ է բացատրել, որովհետեւ մարդիկ բավական լավ են ապրում եւ չեն ցանկանում կորցնել իրենց հարմարավետությունը։ Լավ, շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար։ Կհանդիպենք երկուշաբթի, ցտեսություն։ Միջ նոր հանդիպում։